Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում լարվածությունն արդեն հասել է իր գագաթնակետին, սյուժեն զարգանում է այնպիսի արագությամբ և անսպասելի շրջադարձերով, որ նույնիսկ ամենահավատարիմ հեռուստադիտողներն այլևս չեն կարող կանխատեսել, թե ինչ է սպասվում հաջորդ դրվագում։ Սերիալի մթնոլորտը դարձել է ավելի մռայլ, առավել դրամատիկ և յուրաքանչյուր հերոսի քայլը կարծես կշռադատված է ոչ միայն սեփական ճակատագրով, այլ ամբողջ ընտանիքների ապագայով։ Դրամատիկ իրադարձությունների կենտրոնում այս անգամ կրկին Արմոն է, Գարիկ Կարապետյանի վարպետությամբ մարմնավորած այն կերպարը, որն արդեն վաղուց դարձել է սերիալի ամենաքննարկվող հերոսը։ «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալը շարունակում է մնալ այս սեզոնի ամենաքննարկվող և ամենադիտվող հայկական սերիալներից մեկը։ Յուրաքանչյուր նոր սերիա բացահայտում է նոր գաղտնիք, իսկ հին ճշմարտությունները վերադառնում են ավելի վտանգավոր ու անսպասելի ձևով։ Այս անգամ սյուժեն հասել է իր ամենաուժեղ և հուզիչ կետին։ Նարէն կանգնած է կյանքի ամենաբարդ ընտրության առաջ։ Նարէի և Արմոյի հարաբերությունները միշտ էլ լարված էին։ Նարէն, չնայած նշանված լինելուն, երբեք էլ չի կարողացել սրտով ընդունել Արմոյին։ Նա հասկացել է, որ Արմոն ինչ-որ բան է թաքցնում, իսկ նրա ներկայությունն իր կյանքում ավելի շատ վախ է առաջացնում, քան վստահություն։ Եվ հենց այդ պահին, երբ Նարէն վերջնականապես որոշում է հեռանալ Արմոյից, ամեն ինչ գլխիվայր է շրջվում։ Արմոն, տեսնելով, որ Նարէն այլևս չի ենթարկվում իրեն, անցնում է իր ամենավտանգավոր քայլին։ Նա միացնում է մի ձայնագրություն, որը դառնում է ամբողջ պատմության առանցքը։ Ձայնագրությունում հստակ լսվում է Քաջիկի ձայնը, Արփիի հոր, որ պատմում է, թե ինչպես են ինքն ու Սաքոն տարիներ առաջ սպանել Աշոտին, Հայկի հորը, և թաղել անտառում։ Այս բացահայտումն ուղղակի ցնցում է Նարէին։ Մի պահ նա կարծես կորցնում է հողը ոտքերի տակից։ Նա հասկանում է, որ այն ամենն, ինչի համար պայքարում էր, ինչի վրա հավատ ու հույս ուներ, մի ակնթարթում փլվում է։ Նարէի սրտում կատարվում է իսկական պատերազմ, ամբողջ կյանքը տառապել է մեղքի զգացումով։ Արմոն հասկանում է, որ իր ձեռքերում է ամենաուժեղ փաստարկ։ Այժմ նա կարող է վերահսկել Նարէին ոչ միայն զգացմունքային, այլ իրավական մակարդակով։ Եթե այս ձայնագրությունը հասնի ոստիկանություն, կամ Հայկը իմանա այս մասին, Սաքոն կարող է բանտարկվել, ու Նարէն, Հայկը, միևնույն է, այլևս միասին լինել չեն կարող, քանի որ Նարէն ամենաշատը վախենում է հենց դրանից, որ Հայկը կիմանա ճշմարտությունը, և բնականաբար Նարէն շատ լավ հասկանում է, որ այս ճշմարտության բացահայտումից հետո իր ընտանիքն ուղղակի քարը քարի չի մնա և կոչնչացնի։ Արմոն շանտաժի վարպետ է։ Նա օգտագործում է յուրաքանչյուր մանրուք մարդկանց կոտրելու և իր ուզածին հասնելու համար, և հիմա Նարէն նրա հաջորդ զոհն է։ Նարէն շատ լավ հասկանում է, որ այս ամենը լուրջ է։ Նրա աչքերում չկա ոչ մի կասկած, ոչ մի վարանող նոտա։ Նարէն այժմ կանգնելու է կյանքի ամենադժվար ընտրության առաջ։ Նա գիտի, որ Արմոյի կողքին մնալը կործանելու է իր, բայց հեռանալը կարող է կործանել իր ամբողջ ընտանիքը։ Նարէն ստիպված է պայքարել իր ներսի զգացմունքների, խղճի և բնականաբար սիրո միջև։ Նա հիշում է Հայկին, նրա աչքերը, խոսքերը, այն օրերը, երբ իրենք միասին երազում էին ազատ կյանք ունենալու մասին, բայց հիմա այդ ամենը անհնար է թվում Արմոյի ձեռքում։ Կա ապացույց, որը կարող է ոչնչացնել ոչ միայն Սաքոյին, այլ Նարէի սերն ու Հայկի հավատը մարդկանց նկատմամբ։ Քաջիկի խոստովանությունը դառնում է ճակատագրական։ Նա տարիներ շարունակ փորձել է խմիչքի մեջ խեղդել իր խիղճը, բայց հիմա ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես։ Սաքոն, ով միշտ փորձել էր թաքցնել իր մեղքերը, շուտով ստիպված է լինելու պատասխան տալ։ Հեռուստադիտողները վստահ են, որ այս բացահայտումից հետո Սաքոյի և Նարէի հարաբերություններն ամբողջությամբ կփլվեն։ Նարէն այլևս չի կարողանա նայել հորը նույն աչքերով, իսկ ամենամեծ հարցը մնում է՝ արդյոք Հայկը կիմանա ճշմարտությունը, և եթե իմանա, կկարողանա ներել Նարէին։ Սյուժեն գնալով ավելի է խորանում։ Նարէի շրջապատը լցվում է լարվածությամբ, Արմոն հաղթողի դիրքում է, բայց հեռուստադիտողները համոզված են՝ նա երկար չի կարող այդպես մնալ։ Ամեն գաղտնիք մի օր բացահայտվում է, և ամեն չարագործ արժանանում իր դատին։ Շատերն արդեն կանխատեսում են, որ շուտով կարող է վերադառնալ
Լալան, ում բոլորն արդեն մոռացել էին, եթե դա ճիշտ դուրս գա, ապա ամբողջ պատմությունը գլխի վայր կշրջվի։ Նաև շատերը կանխատեսում են, որ Հայկի հայրը Աշոտը ողջ է, իսկ եթե դա վերադառնա, Արմոն կդառնա իր իսկ խաղի զոհը։ Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» շարունակում է ապացուցել, որ հայկական սերիալներում դեռ կարելի է ստեղծել իրական դրամախորը, հոգեբանական բախումներ ու անակնկալներով լի պատմություն, ամեն ինչ դեռ առջևում է։ Նարեն իր կյանքի ամենամեծ որոշումն է կայացնելու։ Արմոն կբախվի իր իսկ ստեղծած մութ անցյալին, իսկ ճշմարտությունը Հայկի համար կդառնա կործանարար։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների, նոր հեռուստասերիալների և ոչ միայն տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրեք արդյոք ինքներդ էլ եք կարծում, որ Աշոտը ողջ է և մի օր վերադառնալու է ու Արմոն պատասխան տա իր բոլոր արածների համար։